Ուրեմն ուզում եմ մի երկու բան տեղեկացնել մեր հասարակությանը, որ այն ժամանակ Արտաշես Թումանյանը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, Դավիթ Լոկյանը քաղաքաշինության նախարարը եւ Հենրիկ Քոչինյանը Վանաձորի ուրեմն մարզպետն էր, նստած հաց էին ուտում, ինձ ասեց թե Շաքարի գործարանը մենք այսքան ձեր մարզպետներից մենք շատ գումար ենք տարել, որ վերակառուցվի Վանաձորը։ Դուք ոնց կարողացաք Շաքարի գործարանը տեղափոխել Գյումրի քաղաք։ Ուրեմն ավականունիստերին բարձրաձայնում էի, որ Շաքարի գործարանը բդիով էի ասում, բդի դրվի Գյումրի քաղաքում, պարտադիր պետք է դրվի Գյումրի քաղաքում, եւ ես դա բարձրաձայնել եմ, ու երկրի այն ժամանակվա նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ես իրեն ասել եմ, որ Սպիտակում է ճիշտ է դրված եղել գործարանը, բայց Շիրակի դաշտավայրն է Ճագնդեղի աճեցնման ուրեմն բնորանը, դրա համար այստեղից որ Ճագնդեղը աճեցնեք ու այստեղից տանեք դեպի Սպիտակ, այդքան ճանապարհը պետք չի։ Գործարանը պետք է դրվի Գյումրի քաղաքում եւ դա առողջացում կլինի։ Ուրեմն բացի դրանից ուզում էինք դնել տայ սովխոզի են վերջի հատվածում, բայց այստեղի չար ղեկավարները, մարզպետներ կար, անունը չեմ տա, որ իրենք ճիշտ ասած, այսպես լավ չէին լծված մեր Գյումրի քաղաքի նկատմամբ, իրենց երեսից տեղափոխվեց Ախուրյան։ Չնայած էլի Շիրակի դաշտավայրն է, բան չունեմ ասելու, մի խոսքով գիտեցեք, որ այդ Շաքարի գործարանի պատմությունը այդպես եղել։ Հիմա այս ամեն ինչը ի նկատի ունենալով ես բարձրաձայնում եմ մի բան։ Պետք է բոլոր պետական այս կառույցներին, չգիտեմ ով կկա հետագայում, ոնց կլինի այսօրվա ղեկավարին, պետք է ասենք, որ այդ ակադեմիական քաղաքը պետք է դրվի Գյումրի քաղաքում։ Այդ բոլոր գյումրեցիներին կոչ եմ անում, բոլոր պատգամավորներին, բոլոր այս տեխնազուներին, ես չգիտեմ, բանվոր, գյուղացի, Շիրակի դաշտավայրի բոլորս պետք է պայքարենք, որ ակադեմիական քաղաքը տեղափոխվի Գյումրի քաղաք։ Եվ դա կլինի համար առաջի առողջացման ծրագիրը Շիրակի եւ Գյումրի քաղաքի կապակցությամբ։ 36 տարի լսում ենք ամենաանապահով խավը բնակվում է Գյումրի քաղաքում Շիրակի դաշտավայրում։ Ինչքան մնանք մենք սիրելի քույրեր եւ եղբայրներ, ինչքան կարող ենք այսպես ընտրությունից ընտրություն գալ լսելու գնալ։ Մարդկանց նայում ես, ուրեմն վրեկահալ չկա, տուգատ, որովհետև իրոք հացով, դադարք հացով ու չայով են հավանական ապրում մեր ժողովուրդը։ Վերջապես 36 տարի պատկերացրեք, երկրաշարժից եկած այդ գումարները այն ժամանակ ասում եք, թե պատերազմ է, Արցախի հետ կապված խնդիրներ կա, պահեցիք Արցախը, կողմնագից ենք, մենք այն ժամանակ գյումրեցիները, երբ որ եկան այստեղ երկրաշարժից հետո Գորբաչովն ասում էին «Ակակ будет Ղարաբաղսկի вопрос», հետո ասում էին «Խոմ մեր Երևանին բան չի եղել», դե վերջը 36 տարի ջարդված ենք, այդ ակադեմիական քաղաքը, Ռուսաստան օրինակ ակադեմիական քաղաք արել է Նովոսիբիրսկ, 5000 կիլոմետր հեռավորության վրա, ամբողջ աշխարհում, Չինաստանում, մնացած տեղերում, տարբեր տեղերում ակադեմիական քաղաքները մայրաքաղաքից հեռու են տարի, իսկ այստեղ 80 կիլոմետր է, 80 կիլոմետրով դուք կլուծեք Շիրակի դաշտավայրի, ոչ թե միայն Գյումրի քաղաքի, այլ Շիրակի դաշտավայրի խնդիրը։ Ունենք օդանավակայան, մեծ չարչարանքով այդ օդանավակայան աշխատում է, բայց բոլոր ուրեմն երթուղիները տեղափոխել եք Երևան։ Վերջը այդտեղ էլ մոտեցումը, գիտեք ինչ կա, ուղղակի ցանկություն է, pedagogan ցանկություն, որ կդրեք մի քիչ դրեստերից տեղափոխեք մեր օդանավակայանն նորմալ աշխատի, քաղաքը կշնչի, այսինքն դուք կենտրոնացրել եք ամբողջությամբ մայրաքաղաք։ Հрьяաները պատահական ես ասել եմ մի քանի անգամ, հрьяաները 300,000-անոց մայրաքաղաք են ստեղծել ու չեն ավելացնում։ Միլիոն ու կես է բերել լցել եք Երևան։ Վերջը տեղափոխեք, բեռնաթափեք այդ Երևանը։ Երևան գալիս ենք միայն մի ժամ, 2 ժամ ճանապարհների վրա, այսպես Երևանցին էլ չգիտե ինչ է, ինչ անի, ոնց անի։ Այսինքն միայն բեռնաթափում։ Իսկ այդ բեռնաթափումը կբաց հայրաքաղաքն է, որը Գյումրին է, եւ այդ ակադեմիական քաղաքը պետք է բոլոր գյումրեցիներին, բոլոր շիրակցիներին կոչ եմ անում, պետք է առաջի միակ այս վիճակից դուրս գալու մեր գրավականը, մեր իսկական այն պահը, որ պետք է Գյումրին ոտքի կանգնի, այդ ակադեմիական քաղաքը տեղափոխեք Գյումրի։ Ձեր շենքերն է պետք որ վաճառեք, եթե ուզում եք ակադեմիական քաղաք լինի, շենքերը պետք է վաճառեք։ Տեղափոխ աշտարակը կբաց է ձեզ, ինչ ակադեմիական քաղաք։ Նույն Երևանը մեծացնելու եք, աշտարակն է կպցնելու եք Երևանին։ Դարձնելու եք 2 միլիոնանոց մայրաքաղաք։ Այսինքն բերեք հյուսիսային մայրաքաղաք։ Սա է միայն երկը քաղաքի ոտքի կանգնեցնելու։ Շնորհակալություն։ Տիկին Մկրտչյան, դե այդքան ասել էիք, սաղ ասեիք էլ, եւ այդ մեկ մարդը, որ իշխանազավթերին բերեց իշխանության, Սերժ Սարգսյանն էր։
եւ ՀՀԿ կուսակցությունը, որի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրանք քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի համար։ Դե ասում եք սաղ ասեք։ Դե բա դուք ժողովրդի հետ կապ չունեք, ընդունեցիք փաստորեն, հա։ Դե Սերժ Սարգսյանը աննխի չեք տալի, որ ասում էր Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Դե բա խոսում եք միջև այդ վարկած առաջ տարեք, բայց իրականում չգիտեմ, այդ վարկածը չի լինի, ես հասարակությանը հրամցնել, հին բան է, դա արդեն ոչ մեկ չի լսելու, անիմաստ փորձեր։ Ես ում անդրադառնալ պարոն Մանուկյանին, որ ասում է, եկել էր ասում էր, որ գնամ ինչ որ ցուցակներ վերցնեմ Ղարաբաղում կրվածների հետ կապված, իսեր Աստծո, ես նկատի ունեմ, որ որևիցե մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել։ Ես նկատի ունեմ, որ զանգում էին, մեզ ասում էին, մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, մենք դուրս ենք գալի, բացեք սահմանը, մենք դուրս ենք գալի։ Ասում ենք, բայց զինվորը ո՞նց կանգնի, եթե դուք բոլորով դուրս եք գալի, կամ ո՞նց եք դուք դուրս գալիս։ Չէ, բացեք, մենք բոլորով դուրս ենք գալիս։ Չէ, իհարկե, պետք է դուրս, հենց կրակում է, պետք է բոլորը դուրս գան։ Հեսա հենց կրակեն սահմանին, Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք։ Ուրեմն բոլորը պետք է մնան եւ պաշտպանեն իրենց հայրենիքը, եւ ես գլուխ եմ խոնարհում են մարդկանց առաջ, ովքեր որ զոհվել է եւ պաշտպանել է իր հայրենիքը, բայց ես ներողություն եմ խնդրում, ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, ովքեր որ պետությունը մի ստորագրությունով հայտարարեցին, հռչակեցին, հետո հայտարարեցին չեղյալ եւ հետո հրաժարվեցին դրա համար պայքարել։ Ես չեմ կարող չնկատել են սուտի հայրենասերներին, որոնք ինտերնետում, Լոս Անջելեսում, Տուլայում, չգիտեմ, Նիժնի Տագիլում ծվարած ռուսերեն տառերով իմ կամ որևիցե այլի ելույթի տակ գրում են տուրք դավաճան կամ խողերը խանձնեցիք ու ապրում են այլ երկրում եւ գնացել են շատ շուտվանից։ Դե խոսում ենք, պետքա բաց խոսանք ամեն ինչի մասին։ Այսինքն կրկնում եմ, ֆիքսում ենք, կան մարդիկ, եղել են մարդիկ, որոնք հերոսներ են եւ կռվել են, եւ այդ հերոսները եղել են Սփյուռքից, Հայաստանից, Ղարաբաղից, բայց Ղարաբաղում կային եւ Հայաստանում կային մարդիկ, ովքեր թողել ու փախել են։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ արել է, իսկ հեղափոխությունից հետո շատ ավելի շատ է արել եւ ոչ զենքի, ոչ չեի, ոչ որևիցե բանի պակաս չի ունեցել։ Նենց որ իրերը կոչեք իրենց անուններով, պետք չէր թողնել ու թռնել Լոս, չգիտեմ, Նյու Յորք, ընդեղից հայրենասիրություն խաղալ կամ փորձել իշխանություն վերցնել, հետո ասել, մենք ստեղից դուրս ենք գալիս, հենց հիմա մենք պետքա փախնենք, մենք ստեղից պետքա դուրս գանք, դատարկ երկիրը ոչ մի զինվոր չի պաշտպանում, դա ես չեմ ասել, դա ճշմարտություն է։